Ճիշտ ասած, ես շատ լավ հասկանում եմ, որ ոչ մեկի հաճելի չի ինչ-որ մեկին պառկած վիճակում դիտել քաղաքականությունից կամ նման հարցերից խոսելուց։ Ես ներկայիս դրությամբ գտնվում եմ հիվանդանոցում, հիվանդանոցի պալատում եմ և շատ կուզենայի հասնեի տուն նոր նման տեսահոլովակ պատրաստեի և տեղադրեի YouTube կամ TikTok, բայց 3 ժամանակ կար, 3 ամսի 18-ներ և ես պալատից ուղղակի հետևում էի իրադարձություններին, որոնք տեղի են ունենում իմ հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում։ Ես ներկայիս դրությամբ գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ես Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եմ արդեն 25 տարի և միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Երևանում ծնված մեծացած, Երևանի կենտրոնում ծնված մեծացած և կարծում եմ և բոլորն են կարծում, լինելով դիասպորայի ներկայացուցիչ, որ ես ունեմ այնքան իրավունք Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին գործերի մեջ խառնվելու, ինչքան յուրաքանչյուր տեղում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե ես դեռ ունեմ այդ անձնագիրը Հայաստանի Հանրապետության և շատ դեպքերում թե տեղի բնակչությունից ավելի լավ եմ խոսում իմ լեզուն, ավելի լավ եմ գրում և կարդում իմ լեզուն, ավելի լավ գիտեմ իմ երկրի պատմությունը, ավելի շատ օգուտ եմ կարողանում տամ իմ հանրապետությանը և ես դա իրոք անում եմ, դա նշանակում է, որ ես շատ ավելի կամ թե հավասարաչափ իրավունք ունեմ իմ երկրի արտաքին և ներքին գործերին խառնվելու։ Եվ ինչ-որ մեկը եթե կասկածում է դրանում, ես դրա համար եմ սա շեշտում, մեջ բերում անպայման, որովհետև շատ անգրագետներ Հայաստանի Հանրապետության անգրագետ քաղաքացիներ, նամանավանդ Նիկոլի կողմնակիցներ ուզում են և դա իրենց կնքահոր Նիկոլի տարած քաղաքականությունն է, որ դրսի հայությունը, դիասպորայի ներկայացուցիչները իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին։ Նիկոլը որպես գյուղից, գյուղաքաղաքից Երևան եկած, այն էլ այնպես չի, որ ինքը շատ փոքրիկ ժամանակ է եկել Երևան, նա եկել է Երևան, որպեսզի իր ուսանողական տարիները անցկացնի Երևանում, սովորի Երևանում, գյուղից եկել է քաղաք սովորելու, եկեք չմոռանանք դա, եթե մենք պետք է վերցնենք այդ ստանդարտները, պետք է առաջնորդվենք նման ստանդարտներով, որտև ինքը հենց Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է նման ստանդարտներով, նա տարբերություն է դնում անգամ տեղացի հայի տեսակների մեջ, մեկին անվանում է կալուգացի, մյուսին անվանում է չգիտեմ որտեղից եկած Ղարաբաղցի, նա հայ ռասիստական, շատ ռասիստական, ուրեմն քարոզարշավ է տանում տարբեր տեսակի հայերի նկատմամբ։ Այն դեպքում, երբ որ ինքը ոչ Երևանից է, ոչ վրայից երևանցու հոտ է գալի, տղա ջան, երևանցին ես եմ, ես, կենտրոնի երևանցի ես եմ, դու չես, դու եթե ուզում ես առաջնորդվես քո այդ իդեալոգիայով, ուրեմն առաջինը մենք պետք է քեզ քննադատենք, որտև Իջևանի այդ գյուղը, որտից որ դու ես եկել, Ենոքավան, աշխարհի ծերը, ընդեղից որ թուրքի կատուն
տենց ենք, չէ՞, մենք ասել, թուրքի կատուն երևում է, կարաս քարով թուրքի կատվեն խփես քո տնից։ Եվ քո կոնկրետ ծագումը ահա որ հարցականի տակ է։ Այսինքն ով դու կոնկրետ իրավունք չունես ընդհանրապես խոսելու, ով որտեղից է եկել։ Եթե Սամվել Կարապետյանը Կալուգայից է եկել Ռուսաստանի, նա Հայաստանից է գնացել Կալուգա, նոր է եկել։ Հասկանում ես։ Դու իջևանցի ես, դու Երևանում ես, ոնց որ յուրաքանչյուր հայ կլինի Հալեպի հայ, ուրեմն Թեհրանի հայ, Լիբանանի կամ Բեյրութի հայ, թե Ղարաբաղի հայ, մեր ամբողջ խնդիրը սկսվում է այնտեղից, որ մենք մեր հենց արյանը, մեր տեսակին ռասիստական մոտեցում ենք ցույց տալիս։ Եթե այդքան ռասիստ եք, ինչու եք բացել երկրի դարպասները եւ ներս թողում ամեն տեսակի, ամեն գույնի, ամեն ռասայի եւ ամեն տարբեր տեսակի իդեոլոգիաներով, ուր ասես մեծացած, ինչ տեսակի հայացքներ ունեցող տարբեր տեսակի լնգուլ ավազներին, ինչու եք թողում Հայաստանի Հանրապետություն բնակություն հաստատելու։ Եթե դուք ռասիստ եք ձեր տեսակի նկատմամբ, ինչի համար եք թողնում այսքան մարդ տեղափոխվի Հայաստան եւ բնակություն հաստատի, որ շուտով պասպորտներ կստանան այս մարդիկ եւ այդ պասպորտների հիման վրա կսկսեն անգամ ներկայացնել ուրեմն իրենց պահանջներն ու իրենց իդեաները բերել Հայաստանի Հանրապետության օրենսգիրք եւ պահանջել, որ դրանք ընդգրկվեն որպես օրենքներ, որպիսի իրենց ապահով զգան։ Դուք հասկանում եք, դուք ձեր տեսակի նկատմամբ եք ռասիստ, բայց դուք հրավիրում եք աշխարհից ինչ տեսակի մարդ ասես, պետություն, որտեղ որ կա 2.8 միլիոն հայ, այն էլ այս պահին շատերի ծագումը եւ նրանց հայացքները կասկածի տակ են, մենք չգիտենք այս մարդիկ ոնց կարող է պատահի հայը եւ թուրքը նույն հայացքները ունենան եւ նույն պահանջները ունենան։ Ալիևը եւ Էրդողանը ինչ որ մի զանգվածի հետ միասին Հայաստանի Հանրապետության բնակիչ ունեն նույն հայացքները։ Սա ինձ համար դիլեմա է, ես չեմ կարողանում հասկանալ։ Ոնց կարող է թուրքը եւ հայը ցանկություն հայտնեն, տեսնեն նույն մարդուն որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Սա ինձ եւս մեկ անգամ ապացուցում է, որ ոնց որ Թուրքիայում մնացել են հայ մարդիկ առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ նրանք այսօր արդեն խառնված, իրենք գիտեն, որ իրենք հայեր են, բայց իրենք թե իրենց կուլտուրայով, թե իրենց առօրյայով պարզ է, որ ապրում ես ինչ-որ երկրում, քո բնագավառը ազդեցություն ունի քո մտածելակերպի, հայացքների եւ քո ուրեմն կուլտուրայի հետ կապված։ Այսինքն դու ապրում ես Թուրքիայում, ոնց ուզում ես անես, միևնույնն է դու շատ թուրքական առօրյան լինելու է քո առօրյան, որտեղ դու Թուրքիայում ես ապրում, ոնց որ ես ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն 30 տարի է, եւ ես 30 տարվա մեջ, նամանավանդ ես հայերից շատ հեռու եմ ապրում, 30 տարվա մեջ ես ոնց ուզում է լինի, մի քանի ամերիկյան ուրեմն value-ներ, ոնց որ ամերիկացիներն են ասում, American values, այսինքն Ամերիկայի կուլտուրայից, Ամերիկայի առօրյայից, չէ՞, ես արդեն կրկնօրինակած կլինեմ, ուրեմն դրանք կլինեն իմ առօրյայի մեջ, չէ՞։ Բա
ով է ասել, որ նույն թուրքը առաջին համաշխարհային պատերազմից հետո չի մնացել այսօրվա Հայաստանի տարածքում եւ հայերեն չի խոսում եւ ինքը յան ազգանունով չի ու շատ էլ որ շատ հայկական ուրեմն ադատները կարող է հետևի կամ հայկականացված լինի ինքը շատ ավելի, բայց ինքը միևնույնն է DNK-ով սելջուկա կամ թուրքա կամ թաթարա եւ շատերը ազգի մեջ ճիշտն ասեմ արտաքինը մեծ նշանակություն ունի, երբ որ նայում ես շատ մարդկանց, որոնք որ դեռ Նիկոլի կողմնակիցներ են, նայում ես շատերի արտաքնին եւ ինչ որ կասկածի տակ է ընկնում քո մոտ այս մարդու ծագումը, որտեղից է այս մարդու ծագումը, շատերի մոտ ավելի արտահայտված է աչքերի թուրքական ավելի աչքերը ավելի թուրքական ուրեմն արտաքնային գծեր, քան հայկական։ Եվ սա իրականությունն է։ Ինչ ուզում եք ասեք, սա ռասիզմ չի, ռասիզմը այն է, որ դուք եք անում ձեր ազգի նկատմամբ, ուզում եք անպայման խեղճացնեք Ղարաբաղցուն, հայ մարդ, խեղճացնեք Իրանից եկած հային, խեղճացնեք սրան նրան, երբ որ դուք ինքներդ մեծամասնությունդ դրսից եկածներ եք, բոլորդ հավաքվել եք Երևանում, դա իմ քաղաքն է, չէ՞, ու բոլորդ փորձում եք, այդ որ դրսերից եկել եք, բոլորդ փորձում եք ապացուցեք, որ դուք ավելի հայ եք կամ երևանցի եք, քան այն մյուսը, որ քո դիմաց կամ քո հակառակորդն է։ Ասենք Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղցի է, գնացեք հետ ձեր Ղարաբաղ, Ղարաբաղը չկա որ գնան, կամ դու իրավունք չունես խոսալու, որովհետև դու կլան ես կամ չգիտեմ ինչ ես։ Okay։ Ես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից չեմ, ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եմ Ամերիկա գնացել, եկել եւ նրա կողմնակիցը չեմ եղել ոչ մի անգամ, բայց ինչ որ վերաբերվում է նրա ռասային, ով է նա որպես մարդ, նա հայ է եւ բոլոր մնացածները հայ են, ես ինքս հայ եմ, այսինքն Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, նրա տարած քաղաքականությունը կամ հիստերիկաները, որ սրանք կզսնելու եմ, նրանք կզսնելու եմ, սա ստեղից է եկե, նա անտեղից է եկե, դուք բոլորը ցսկվեք, նստեք այդ անորմալությունները, դու առաջինը Նիկոլ Փաշինյան, հաշվի առ դու որտեղից ես եկել, դու, եւ եթե ինչ որ քաղաքներ անվանում ես անկլավներ, ինչ որ գյուղեր անկլավներ, մի հատ էլ կոնկրետ նայի քո գյուղին, կարող է քոնն էլ անկլավ, կարող է քոնն էլ պետքա լիներ Ադրբեջանի սահմանների ներսում եւ կարող է դու միամիտ դու ես ինքդ ադրբեջանցի կամ թաթար կամ թուրք ինչ որ նման մի բան։ Շատ հնարավոր է, որտեվ մի կանգար այն կողմ ձեր տնից բնակվում էին արդեն թուրքեր։ Անդեղից ձեր գյուղ սպերմա հասցնելը ինչ որ մեկի թուրք շատ հեշտությամբ կարելի էր, դա շատ հեշտ կլիներ, չէ՞ գյուղի սետկեն անցնեին, ասենք, գային ու հասկանում ես, չէ՞, չեմ ասում ինչ որ մեկը, ուրեմն կոլբայով սպերմա բերեր մայրիկից, ոչ, ինքը անձամբ գար, այդ եմ ուզում ասեմ։ Ուրեմն, այս հարցը դրեցինք մի կողմ, յուրաքանչյուր հայ իրավունք ունի խառնվելու եւ բարձրաձայնելու իր կարծիքն ու իր ցանկությունը Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված։ Սա ուղղակի հարցման տակ չի կարելի դնել, չի կարելի։ Յուրաքանչյուր հայ, վերջ, այդ ռասիզմի վերջը տվեք, մեր ազգին կործանելը մշտական,
երկու շատ կարևոր հանգամանք, երկու։ Առաջինը դա եղել է ռասիզմը, հայը հայի նկատմամբ ռասիստություն անելը, որ դու ստեղից չես ընդեղից ես, քո հայերենը իմն է ճիշտը, քոնը սխալն է։ Նման բան չկա։ Դա հայի ամենամեծ խնդիրն է։ Զարմանալի է, որ ամբողջ աշխարհին դարպասները բաց է Տրոյան ձին բերել կանգնացրել եք Հայաստանի մեջտեղը եւ մեջից դատարկվում են ամեն տեսակի մարդիկ եւ նայում ես ինչ տեսակի մարդ YouTube-ի վրա աճում է, որոնք որ հրավիրում են տարբեր աշխարհի քաղաքներից, երկրներից ու ինչ տեսակի մարդու Հայաստան բնակության եւ իրենք ազգությամբ հայ չեն, ուղղակի դա ռեկլամայի տեսակով ասում են, բայ էս ինչ տեղ է, եկել ենք Հայաստան, էս ինչ տեղ է բնակության համար, եկեք ու տակը անգրագետների մի մեծ զանգված Հայաստանից, Հայաստանի բնակիչներ իրենց կոտրած թափած անգլերեններով գրում են, վայ, welcome to Armenia, we're so happy you're here, we want you to come, enjoy Armenia, բայց ինչ լավ է Հայաստանը, Նիկոլը Հայաստանը դրեց քարտեզի վրա, մարդիկ ճանաչեցին, ոչխարներ, լսեք, ոչխարներ, եթե մենք լինեինք 300 միլիոնանոց ազգ և 300,000 գոնե քառակուսի կիլոմետրանոց պետություն, այդ հրավերքները բոլորին կլիներ ինչ-որ տեղ հասկանալի, բայց երբ որ դու ազգդ 2,800,000 մարդ է և քո երկիրը 29,000 քառակուսի կիլոմետր է էն էլ հարցականի տակ ամեն օր, դուք իրավունք չունեք ուղղակի բացեք դարպասները և միգրացիա ընդունեք, հասկանում եք դուք, որովհետև ձեր երկրում այս պահին, այդ երկրում, որտեղ դուք ապրում եք, ես չէ, այս կոնկրետ պահին, դուք չեք պատկերացնում, որ replacement theory, այսինքն մարդկանց փոխելու, Ֆրանսիայում ոնց են փոխում, Ֆրանսիայում էլ նորմալ ֆրանսիացի չկա, նամանավանդ Փարիզում, բերեցին, լցրեցին միգրանտների միջոցով Աֆրիկայից, արդեն Ֆրանսիայի ամբողջ դեմոգրաֆիան փոխվել է, Ֆրանսիայում էլ նորմալ ֆրանսիացի չկա, Իտալիայում էլ նորմալ իտալացի չկա, հասկանում եք, դեմոգրաֆիան փոխում են, մարդկանց տեսակը փոխում են և այդ կերպով գրավում են պետություններ, դրանք բաց հասարակության և Դավոսի ծրագրերն են, որպեսզի ոչ մի երկրում նացիոնալիզմ գոյություն չունենա, որպեսզի 2030 թվականին արդեն artificial intelligence-ի և data կենտրոնների միջոցով բոլոր պետությունները Իսրայելը ղեկավարի, ոչ թե Իսրայելը, այլ իսրայելցի միլիարդատերերը, մեծամասնությամբ իսրայելցի օլիգարխները ամբողջ աշխարհով երկիրը մոլորակը գրավեն և ղեկավարեն, արդեն գրաված է, պետություններ, որտեղ որ ապրում են, ուրեմն ազգեր, ոչ թե մարդիկ, ոչ թե ժեղ, այդ պետություններում պետք է ազգերին ցրել, սարքել բոլորը Ժեխաստանները ղեկավարելը շատ ավելի ջուրին, շատ ավելի հեշտ է, քանի որ ժեխը չունի իզմեր, ժեխը չունի ոչ մի տեսակի իդեոլոգիա, նրան միայն ստամոքսը լցրա ու զուգարան տուր, որ գնա դատարկի ու նույն պրոցեսը անընդհատ կատարի, մինչև սատկելու ժամանակը գա, և նրանք դեղորայքի և տարբեր տեսակի հիվանդությունների միջոցով ձեզ շատ ավելի շուտ և շատ ավելի մատչելի ձևով կսատկացնեն ձեզ, եթե դուք չեք հասկանում գլոբալիզմից, չեք հասկանում Հայաստանի դերը այսօրվա գլոբալ ասպարեզում, խնդրում եմ պապանձվեք ուղղակի, ձեններդ կտրեք, ձեր այդ նարինեներ, արևիկներ, բոլորդ նույն ազգանուններով, նույն դեմքերով, նույն ստրիչկաներով ու նույն անուններով ու բոլորդ ծաղկամանի կողքը, մեխակների կողքը նկարներ ունեցող կանայք նամանավանդ, խնդրում եմ, ուղղակի
ձեր տգիտությունը հերիքը ամբողջ աշխարհին ցույց տաք։ Ձեր տգիտության աստիճանը ես հասկանում եմ, որ մենք այն ժամանակաշրջանում, որ մենք ապրում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներից անկախություն էինք ուզում եւ ստացանք այդ անկախությունը, եւ ոչ մեկը լավ չհասկացավ, թե այդ անկախության գինը ինչքան թանկ է լինելու, եւ ոչ մեկը լավ չհասկացավ, թե պետություն ունենալը եւ պետություն ղեկավարելը ինչքան դժվար գործ է, քանի որ ամեն ինչ դուք ստացել եք ուղակի, ստացել եք, հիմա ասեմ ոնց, հա, մեր նախնիները առաջի համաշխարհային պատերազմից հետո մի կերպ շատ հմտությամբ եւ շատ մեծ գին վճարելով 1.5 միլիոն հայ կյանք վճարելով ցեղասպանությանը մի կերպ կորզեցին այդ 33,000 քառակուսի կիլոմետրը մի կերպ եւ նրանք շատ լավ հասկանում էին, որ նրանք որպես նոր պետություն ոչ ուժը ունեն, ոչ ֆինանսական հնարավորությունը, որ այդ պետությունը պահեն։ Պետություն պահելը տուն պահել չի, դա շատ դժվար աշխատանք է եւ ոչ էլ Նիկոլի խելքի բանն է։ Եվ այդ մարդիկ հասկանալով, որ իրենք չեն կարողանալու ոչ Աթաթուրքին դիմադրեն, ոչ էլ կարողանալու են ֆինանսապես այդ երկիրը նոր ստեղծվող Հայաստանի Հանրապետությունը, որի մեջ հիշացնեմ, որ ինֆրաստրուկտուրա ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Երևանը, մայրաքաղաք Երևանը եղել է խաղողի, խնձորի եւ ծիրանի տարբեր բաների բաղեր։ Այսինքն պետություն, նոր վերցրած ստեղծվող պետություն, որտեղ ինֆրաստրուկտուրա չկար։ Հայաստանի Հանրապետությունը պետքա սկսեր գնա Անկարայի մոտերից, բայց դա չստացվեց։ Չստացվեց, որովհետև անջատված էին երկու տարբեր հայկական գրուպաներ, երկու տարբեր խմբեր մտել էին տարբեր համագործակցությունների մեջ, տարբեր ռուսական եւ անգամ ամերիկան եւ անգլիական տարբեր ուրեմն խմբերի հետ։ Քանի որ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գային հայերը եւ համախմբվեին, որ բոլորի ցանկությունը լիներ մեկ, որը որ մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, որտեղ ես նոր ասացի, առաջինը ինչն է, երկրորդը չասացի։ Առաջին մեր խնդրեմը ռասիզմն է իրար նկատմամբ, չէ։ Երկրորդ խնդիրը ամենամեծն նա է, որ մենք չենք կարողանում համախմբվենք, որովհետեւ բոլորը կարծում են, որ իրենց, այսինքն մենք կենտրոն չունենք, որը որ մեզ ցույց կտա ճանապարհը։ Բոլորը կարծում են, որ իրանք ամենագետն են եւ իրենց իմացած ճանապարհը ճիշտ ճանապարհն է, որ ասում են ամբողջ ազգը գեներալ է եւ մեջը պեչկա չկա, սրա մասին են խոսում։ Այո, ամբողջ ազգը կարծում է, որ ինքը պետքա լինի առաջնորդ։ Մի պետության մեջ, որտեղ 2,800,000 մարդ է ապրում, այսքան կուսակցություն եւ այսքան քաղաքականությունով զբաղվող մարդ իրավունք չունի լինելու։ Սա պետքա լիմիտավորվի։ Սրա վերջը պետքա դրվի։ Բայց քանի որ այն ժամանակ էլ չէին կարողանում համախմբվեին եւ ընդհանուր հայտարարի գային, նրանք էլ առիթից օգտվելով հայերին հատկացրեցին 33, այսինքն մեկի բռնած գործը եղավ, մի խմբի բռնած գործը եղավ, ոչ թե մնացածներինը։ Իսկ եթե համախմբվեին բոլորով, ցանկությունը եւ հայը սեղանի վրա նստատեղ ունենար, աթորտային հային այդ կլոր սեղանի շուրջ, հայը կկարողանա շատ ավելի մեծ երկիր ունենալ։ Դա գիտենք պատմությունից։ Երկրորդ խնդիրը նա է, որ իրենք երբ որ այս փոքր Հայաստանը ձեռք բերեցին, իրենք գիտեին, որ չեն կարող պահել, թե ոչ ֆինանսապես, ոչ էլ մենք ունենք մարտական ուժը, որպիսի նոր ստեղծվող Թուրքիայի հետ կռվենք, քանի որ նրանք դեռ Աթաթուրքի Թուրքիան մինչև այսօր համարում է Հայաստանի Հանրապետություն իրանց հողակտորը, իրանցն է։ Դա այդտենց են իրենք տեսնում։ Իրանք չեն կարծում, որ դա Հայաստանն է եղել, մենք հետ ենք վերցրել։ Ոչ,
Իրանք համարում են, որ իրենց պապերը կռվել գրավել են, դա իրանցն է եղել։ Ոնց որ համարում են Ալտայը իրանց, ասենք, հասկանում եք, Ղրիմը իրանց է, մինչև անգամ Իսրայելը իրանց է, եւ դրա հիման վրա, քանի որ նրանք համարում են Հայաստանը իրանց հողակտորը, իրենք Հայաստանը մի անգամից հետ կխլեին եւ ոչ Վուդրո Վիլսոնը, որտեղ Վուդրո Վիլսոնը հենց այն օրվանից, որ Թուրքիան կազմավորվել էր, իրանք արդեն Թուրքիայի կարիքը ունեին սովետական միության դեմ, որտեղ այդտեղ ծնվել էր կոմունիստական երկիր, որը որ կապիտալիզմին արդեն առաջի օրվանից դեմ աշխատող ուժ էր։ Իրենց մշտական Թուրքիան պետք էր, Անգլիային նամանաբանդ։ Ինչ եք կարծում, Հայաստանին կուլ չէին տալու, եթե Հայաստանը չմտներ սովետական կարգերի մեջ։ Իհարկե կուլ կտային մի անգամից։ Հայերը հասկանալով դա մեր նախնիները մեզ մտցրեցին սովետական կարգերի մեջ։ Սովետական կարգերը, Կրեմլը, այդ խաղողի այգիները եւ այդ խնձորի այգիները դալմայի պես ամբողջ Երևանը եկան եւ կառուցեցին, թե բնակելի շենքերը, թե մետրոները, թե Նաիրիտը, թե ուրեմն ատոմակայանը, թե կույրերի կոմբինատը, տաքսու պարկն ու տրամվայի գծերը եւ տրոլեյբուսի պարկը, ինչ որ դուք տեսնում եք այդ երկրում, այդ քաղաքում, կառուցվել է Կրեմլի կողմից, Կրեմլի գումարներով։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 3 միլիոն հայ աշխատել են եւ ստեղծել են դա, բայց մինչև այսօր սկսված անկախության օրից մինչև այսօր դուք մի հատ մետրոյի կայարան չեք կարողանում վերջացնել եւ հանձնել։ Դուք խոսում եք երկիր կառուցելուց, դուք անկազմակերպ ազգ խոսում եք երկիր կառուցելուց, երբ որ ամեն մեկը ուղակի իր գրպանին է նայում եւ իր օգտին։ Իսկ ով որ ուզում է կառուցի, բոլորով հարձակվում եք այդ մարդկանց վրա։ Դուք ոչ թե միան ռասիստ եք, այլ նաեւ անխելք ռասիստներ եք, անուղեղ ռասիստներ եք։ Ու դուք այն սովետական միությունը, որին որ ես ահավոր դեմ եմ, որտեվ կոնկրետ իմ մորական ընտանիքին սովետական միության կոմունիստների տված վնասը իմ մորական ընտանիքին այնքան մեծ է եղել, որ երբ որ ես վերջին 20-25 տարում ուրեմն ընկա փորձեցի հասկանամ, թե իմ մորական ընտանիքը Վրաստանում ինչ կարողությունների տեր են եղել եւ հասկացա իմ ոնց որ investigation-ը արեցի, գիտեի շատ բան գիտեի, ահագին բան գիտեի, բայց ուզում էի ավելի իմանալ իմ նախնիների մասին Վրաստանում։ Երբ որ իմացա, ես ուղղակի ապշած եմ եւ հիմա եմ հասկանում, թե տատս, մորական տատս ինչ էր ասում, որ եթե սրանք չլինեին, մենք շատ ավելի ուրիշ ֆինանսական վիճակի մեջ կլինեինք, չնայած որ սովետական ժամանակները ես մի գրամ ուրեմն ոչ մի ձևով ոչ մեկից պակաս չեմ ապրել եւ շատ ավելի առանց գլուխ գովալու կամ առանց դա իմ ծնողների վաստակներ եւ իմ ծնողների արած աշխատանքը, ոչ թե իմ, բայց ես ապրել եմ անգամ շատերից շատ ավելի լավ, բայց 100 անգամ ավելի լավ կարող էր լինել, եթե չլինեին կոմունիստներ, այսինքն ես կոմունիստ չեմ, ոչ էլ կոմունիստներին ինչ որ ձևով ուզում եմ արդարացնեմ, բայց որտեղ որ պետքա այդ մարդկանց արածը ասես եւ գնահատես, պետք է ասես եւ գնահատես, ինչը որ լավն է, պետք է ասես լավն է։ Այդ մարդիկ այսօրվա ձեր ապրած տներից, շենքերից, քաղաքներից, փողոցներից, մետրոյի կայարաններից, գործարաններից, ինչ որ տեսնում եք երկաթգծից, երկաթուղուց, բոլորը նրանք սարքել եւ ծարգել են Հայաստանի Հանրապետություն, ստեղծել են Հայաստանի Հանրապետություն հողակտորի վրա։ Եվ դուք մինչև այս վերջերս չեք իմացել վարձը ինչ բան է, ապրել եք ձեր ունեցած, դուք
տանիք եք ունեցել մեծ մասը։ Այդ տանիքները չեք հարցրել, որտեղից եկավ, Աստված տվեց դա։ Բա բոլորդ կվարծիրաների մեջ ապրել եք, կվարծիրա ձերի ունեցել եք, ծախել եք, գնացել եք G-Wagon-ներ եք առել կամ բիզնեսներ եք դրել կամ չգիտեմ մի քիչ փոքրացրել եք տունը, կենտրոնից գնացել եք ծայրամաս, մնացածը տարել եք, չգիտեմ ինչ եք արել։ Բա դրանք Աստված էր տվել, թե կոմունիստներից էր մնացել ձեզ։ Բայց այդ ամեն ինչը, որ դուք ունեք, որտեղից էր, այ ռուսաֆոբներ, որ ամբողջ օրը Ռուսաստանին քարկոծում եք ու ինչ ասես ասում եք, գազը այդքան էժանով առնում եք, Ռուսաստանը սենց չարեց, Ռուսաստանը նենց չարեց, ձեր կարծիքով Ֆրանսիան անելու, որ թքած ունի ձեր վրա։ Դուք հասկանում եք, ես 30 տարի Ամերիկայում եմ ապրում, ես տեսնում եմ վերաբերմունքը հայ ազգի նկատմամբ ինչքան վատ է ամերիկացիների մեջ, նրանք թքած ունեն, անգամ չգիտեն մենք ով ենք, մեզ նրանք նայում են որպես մուսուլմաններ մեր արտաքնից, մեր արտաքինը իրենց մուսուլմանի տպավորությունա թողնում, քանի որ ամերիկացին, ֆրանսիացին մեծ մասամբ, ֆրանսիացին էլի գիտի, բայց ամերիկացին ընդհանրապես չգիտի, ամերիկացին թքած ունի մեր վրա, դուք չեք պատկերացնում ինչ ձև, ու դուք ամբողջ օրը քարկոծում եք այդ կարգերին, որոնք որ տվել են ձեզ այդ ամեն ինչը, որ դուք ունեք, մինչև այսօր իներցիայով, սովետի իներցիայով եկաք հասակ, սովետի տված ուսումով, սովետի տված կարգերով, ձեր անգամ գաղափարները սովետական գաղափարներ են մեծ մասից, այդ ամեն ինչով եկել հասել եք իներցիայով ստեղ, հիմա եկել է մի հատ Ամերիկայի կողմից և Ամերիկայի, նենց չի որ Ամերիկայի ղեկավարության ոչ, Ամերիկայի օլիգարխիայի, գլոբալ օլիգարխիայի կողմից նշանակված մի հատ ստահակ, մարդ, որին ես դեմ եմ եղել 14 թվականից, ու ահա որ դեմ եմ եղել, ընենց դեմ եմ եղել, որ այդ մարդու անունը, ով իմ կողքը տար, անգամ ընտանիքիս անդամը, այդ մարդու անունը իմ կողքը տա, ես այդ մարդու հետ չեմ շփվում, էլ ուղղակի կապս խզում եմ ու բոլորը դա գիտեն, ով որ ինձ ճանաչում է։ Կապս խզում եմ, դու ասացիր իմ մոտ Նիկոլ, երբ որ ես մեկի հետ ծանոթանում եմ ու մի անգամից այդ մարդուն պետքա ինչ որ գործնական թե ընկերական առաջի բանը որ փորձում եմ հասկանալ այդ մարդուց դա նա նիկոլական է թե ոչ, եթե նա նիկոլական է, ես այդ մարդու հետ ընդհանուր ոչ մի բան չեմ կարող ունենալ, թող լինի աշխարհի ամենալավ տղեն, մարդը, որը որ նիկոլական է, ես այդ մարդու հետ չեմ կարող ոչ մի ընդհանուր բան ունենալ, ուրեմն մեր հայացքները կյանքում այնքան տարբեր են, որ մենք անելու բան չունենք իրար հետ, մենք անգամ նույն սեղանի շուրջ չենք նստելու, այս պահին, այդ երկրում, եթե կան հայեր, որոնք որ դեռ Նիկոլի կողմնակիցներ են, ես ձեզ մի բան ասեմ, եթե դուք Նիկոլի կողմնակից եք, դա նշանակում է դուք Ալիևի և Էրդողանի կողմնակից եք, և դա ապացուցելու շատ հեշտ ապացուցվող հանգամանք է, Ալիևը և Էրդողանը ամեն կերպ փորձում են այնպես անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի, այսինքն մի հատ էլ 8 տարի նստի, որը որ ինքը իրավունք չուներ անելու, լավ կլիներ, որ ինքը իր 8 տարին վերջացավ, շատ վաղուց գնար, բայց 8 տարուց հետո պետք է արդեն գնար, բայց ինքը ուզում է վերարտադրվի, և դեռ դուխ էլ ունի, դուրս գա, փողոցները ման գա, ունի, որովհետև մի հատ փոքր զանգված դեռ կա, որ իրեն գոռում է Նիկոլ վարչապետ, այդ զանգվածը հայ ազգի ամենաանգրագետ և իմ կարծիքով արունով, DNK-ով թուրք հատվածն է, ոնց որ ասեցի, եթե Թուրքիայում կան հայեր, որոնք որ արունով հայ են, դեռ գիտեն իրենք, որ հայ են, բայց իրանք արդեն շատ դեպքերում, շատ տեղերում թուրքացած հայեր են, չնայած, որ նրանց ես համարում եմ հայեր, նույն կերպ, ձեզ ինչ էր թվում, որ երբ որ Հայաստանը, նոր Հայաստանը տրվեց հայերին, այս 33,000 քառակուսի կիլոմետրը, այդտեղ դատարկ տերիտորիա էր, հա, տենց եկան ու մենակ, ասեցին մենակ հայեր են գալու ստեղ, ոչ, այդտեղ այդ տեղանքներում, տարածքներում նաև ապրում էին թուրքեր,
Նրանց երեխաները մնացել են, քանի որ հայերեն են խոսում, այեեն, վայեեն ազգանուններով են, մնացել են եւ ժամանակի ընթացքում իրենք գիտեն, որ իրենք թուրք են, իրենք գիտեն, բայց իրենք հայ են ձևանում, որտեվ Հայաստանում են ապրում, հայերեն են խոսում, բայց որ նայում ես արտաքիններին, շատերից երևում է, որ սա հայ չի։ Այս մարդիկ, քանի որ իրանք DNK-ով թուրք են, իրենք ուզում են նույն գծի վրա լինեն Ալիևի Էրդողանի հետ։ Իրենց թուրք ղեկավարին նորից թողեն շարունակի, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի ձեռքի տակից, որը որ իրականում այդպես է, Հայաստանը Ռուսաստանի ձեռքի տակ է եւ Հայաստանը չի կարող անկախ լինել։ Նման միամտություն, ով որ ուրեմն բարբաջում է, որ Հայաստանը կարա անկախ 100% անկախ պետություն լինի, այս մարդիկ ահավոր դատարկներ են։ Նման փոքր պետությունը, շատ փոքր, որը որ կողքերը ունի նման հզոր պետություններ, եւ այս փոքր պետությունը ոչ մի բան չունի առաջարկելու, ոչ բենզին, ոչ գազ, ոչ մի բան։ Միայն առաջին քրիստոնյա ազգը լինելով, այդ բանաստեղծությունը ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ մեկ չի արտասանում դա, բացի մեզնից։ Ուրեմն հայ ազգը պետք է հասկանա, որ լինելով նման փոքր պետություն, մենք պետք է անպայման լինենք սերտ համագործակցության մեջ մի պետության հետ, իսկ մնացածների հետ շատ անկերական հարաբերությունների մեջ։ Եվ եթե Ռուսաստանը չլինի այդ պետությունը, այլ լինի դա Թուրքիան, դա միայն ձեռնտու է թուրքերին եւ տեղացի թուրքերին, որոնք որ ուզում են իրենց ապրած երկիրը միանա իրենց հայրական պետության հետ։ Այսինքն Թուրքիան կուլ կտա Հայաստանին, հետո կուլ կտա Ադրբեջանին, դա նորմալ է իրենց համար, որտեվ Ալիևը ավելի լավ է Ադրբեջանը միացնի Թուրքիային իր կյանքից հետո, քան թողի իր հակառակորդներին, եւ նա չունի սերունդ չկա, Ալիևի տղան չի կարողանալու այդ երկիրը պահել։ Նա շատ լավ հասկանում է դա, նա շատ լավ գնահատում է իր սերունդը ով է, կարա թե չի կարա։ Եվ նա ավելի նախընտրում է, որպեսզի Ադրբեջանը մնա պատմության մեջ, որտեղ դա այդ պետությունը չի որ մշտական լինի, բայց որ միանա Թուրքիային կլինի։ Իսկ եթե Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը դառնան մի երկիր, որը որ ես ասել եմ 18 թվականի հեղափոխության ժամանակ ձեր այդ հեղափոխության, որը որ ոչ մի հեղափոխություն չէր, այլ կուդեյտա էր դա։ Ուրեմն այս Հայաստանում բնակվող թուրքերը ուզում են դա, որտեղ իրենց հայրական երկիրն է դա։ Հասկացեք մի բան, եթե մի հայ նույն գաղափարների եւ իդեոլոգիայի մեջ է, ինչ որ Ալիևն է եւ Էրդողանն է, այդտեղ մի բան այն չի, որտեվ հայը կյանքում չի կարող լինել նույն նախադասության մեջ, նույն գծերի մեջ, ինչ որ իր թշնամի, իր ուրեմն դահիճը։ Սրանք մեր դահիճներն են, նրանք ամեն ինչ անում են, հայը իրեն նայում է, ասում է, եթե Ալիևը ուզում է Նիկոլը մնա, ուրեմն ճիշտ են ասում, որ Նիկոլը դավաճան է, ուրեմն ճիշտ են ասում, որ Նիկոլը իրանց մարդն է։ Եթե սրանք այս ձևով առաջ են տանում այդ շարժույթը, որ Նիկոլը պետք է մնա, դա նշանակում է, որ իրականում Նիկոլը իրանց մարդն է։ Յուրաքանչյուր հայ դա նայելով, հասկանալով, եթե ուղեղը մի քիչ աշխատում է, պետք է ինքն իրեն ասի, ես չեմ կարող այս մարդկանց ուզածը ընտրել, ես պետք է սրա դեմ ընտրեմ, ես իմ թշնամու հետ նույն բանը չեմ ուզում։ Եթե իմ թշնամին ուզում է սև, ես ուզելու եմ սպիտակ, կամ հակառակը։ Իսկ եթե դու քո թշնամի հետ նույն գծի վրա ես, դու քո թշնամու հետ ես։ Իրեն եթե ձեռա տալի Նիկոլը, ու քեզ էլ է ձեռ տալի Նիկոլը, ուրեմն դուք երկուսդ թուրք եք։ Սրանում ուրիշ ուղակի բացատրություն չկա սրան։ Չկա, դա է դրա բացատրությունը։ Խնդրում եմ, եկեք ճիշտ հասկանանք սա։ Ուրեմն այս մարդիկ թուրքեր են։ Եվ Հայաստանում բնակվող թուրքերը, եթե ժամանակին խաբվածներ կային եւ կային թուրքեր,
Հիմա խապվածները հասկացել են եւ իրենց սխալի համար պատասխան են տալիս։ Մարդիկ դուրս են գալի, ասում են մենք գնալու են կտրությունների եւ թեկուզ Ռոբերտին կամ Սամվել ինչի ոչ, Սամվել Կարապետյանին կամ թեկուզ Գագիկ Ծառուկյանին, ինչու՞ չէ։ Թեկուզ եւ այս մարդիկ հին են, բա ում եք ուզում գա, նորը եկավ հիմա, տեսակ ինչ եղավ։ Հներն ու նորերը ո՞րն են։ Ով է գալու նոր, ինձ մի հատ ցույց տվեք մեկին, որը որ այդքան ունի, որ կարողանա գլոբալիզմի դեմ եւ այս global takeover-ի դեմ, որը որ հենց հիմա Հայաստանում կատարվում է։ Մենք եթե Ռուսաստանից անջատվեցինք, մեր երկիրը կդառնա, ես սա 2018 թվին գրառումներիս մեջ կա Facebook-ում եւ ամենուր, որ ես գրել եմ 2023-24 թվականներին Հայաստանը դառնալու է պրախադնոյ դվոր, Հայաստանը դառնալու է կորիդոր, մեջով անցնելու են գնանգան ու մեջով տանելու են human trafficking, մարդկանց առևտուր, զենքի առևտուր, նարկոմաֆիան մեջով գնալու է գա, որովհետև լոգիստիկայի, երբ որ նայում ես Հայաստանի, ուրեմն որտեղ է Հայաստանը գտնվում իր աշխարհագրական դիրքին, Ռուսաստան եւ տարբեր երկրներ ամեն տեսակի կեղտ մցնելու եւ հանելու համար ինքը շատ լոգիստիկայով շատ հարմար տեղանք է, շատ հարմար աշխարհագրական դիրք ունի։ Եվ Հայաստանի միջով, երբ որ անցնեն human trafficking տարեն բերեն, որովհետև տարբեր Պակիստաններից, Աֆղանստաններից բերում են մարդկային օրգաններ են տանում Իսրայել եւ նման տարբեր կեղտոտ բաներ, որ դուք շատերը տեղյակ չեք։ Այդ ժամանակ, երբ որ մտնեմ մեջով անցնելուց, մի երկու հատ էլ ձեր երեխաներից են տանելու, այդպես է սկսվելու Հայաստանում նույն կարգավիճակը, ինչ որ Ամերիկայում է, ամեն օր երեխաներ են կորում, այնքան ուրեմն թմրանյութ կա, որ ամբողջ ազգը թմրանյութի վրա է, կազինոների մասին չեմ խոսում, մենք փոքր ազգ ենք, երբ որ դուք հրավիրում եք ամբողջ աշխարհի ներս, բացի հայերից, շուտով ձեր պարլամենտում կհայտնվեն հնդիկներ, թուրքեր, ամեն մի փոքրամասնություն կուզենա այդ պարլամենտում ինքը իր ուժ ունենա եւ վերջում հայ ազգին կփոխարինեն ուրիշ ազգեր եւ այդ ձևով Հայաստանը կվերջանա հայնել հետը։ Այս տեսակի կարճ մազերով, կարճ ուղեղներով սեդաներին, նայրիներին ու չգիտես արևիկներին, մեխակների կողքը նկարված այդ թուրքատեսակներին, որոնք որ Ալիևի հետ նույն քվյաթերթիկն են ուզում գցեն տուփի մեջ, դրանց բերանները ուղակի փակել է պետք, որովհետև դրանք հայեր չեն։ Եթե Նիկոլը մնաց, եթե դուք մի քիչ հասկանում եք աշխարհի կարգերից, մի քիչ, եթե Նիկոլը մնաց, Ռուսաստանի հետ պատերազմը Զբիգնև Բժենսկիի քաղաքականությամբ եւ նրա դոկտրինայով Ամերիկայի ՑՌՈ-ի եւ Անգլիայի MI6-ի, եթե սրանք մնացին, նրանք Հայաստանը ուղղակի, քանի որ իրենց Հայաստանը ժամանակավոր պետք է Իրանի եւ Ռուսաստանի դեմ ժամանակավոր, իրենք Հայաստանը կօգտագործեն որպես collateral damage, որպես victim, դա այդ բառերը հասկացողը կհասկանա, եւ Հայաստանը ընդհանրապես կվերանա քարտեզի վրայից հայերով միասին, բայց իրանք մի տարով իրենց գործը առաջ կգցեն։ Մի տարով իրանց էտա պետք մինչև Պարսկաստանի հետ հարցերը լուծվի։ Եվ այս պահին ամեն ինչ Դոնալդ Թրամփը անում է, որպեսզի Թուրքիան դառնա տարածաշրջանի լիդերը, ոչ թե Իսրայելը, ոչ։ Նա ամեն ինչ անում է, որ Իսրայելը չդառնա, քանի ձեզ բոլորի կթվա, թե նրանք շատ համերաշխեն իրար հետ Թրամփն ու Նաթանյահուն եւ ամեն ինչ արվում է, որ Իսրայելը դառնա, ոչ, Ամերիկան Պարսկաստանի դեմ չի կռվում միայն Իսրայելի համար, Ամերիկան կռվում է, որպեսզի Պարսկաստանը թուլանա եւ Թուրքիան դառնա տարածաշրջանի Գազանը,
որպեսզի համել կարողանան Իսրայելին սաստկեն, որտեղ Ամերիկայում շատ լավ տեսնում են, որ Իսրայելի դեմ չեն կարողանում։ Իրենց նաև մի հատ մտրակ է պետք, որպեսզի Իսրայելին մեկ մտրակեն չեն կարողանում Նաթանյահուի կամ Իսրայելի վրա Ամերիկայում։ Այսինքն, երբ որ իրենք սարքեն Թուրքիային եւ այս պահին Թուրքիային ամեն ձև, ամեն տեսակի լավություն Թրամփը անում է, որպեսզի Թուրքիան համաձայնվի այդ վերցնի իր ձեռքը այդ գործը, չնայած որ Թուրքիայի երազանքն է դա պանթուրքիզմը, բայց իրենք անում են դա Ռուսաստանի դեմ։ Հայաստանը իրենց լավությունն է, նվերն է, այն որ ասում է մի հատ ինձ լավություն արա, ես քեզ չեմ մոռանա, Թրամփը Հայաստանը նվեր է տալի Թուրքիային Փաշինյանի կառավարության միջոցով։ Իրենք ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը հաղթի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս թուրքը հանկարծ չմնա այդ պաշտոն։ Ես զարմանում եմ, որ դեռ Հայաստանում նման հանգիստ ձևով են վերաբերվում այս հարցին եւ ոչ թե փորձում են ուրիշ ճանապարհներով սա անել։ Զարմանում եմ, բայց եթե անելու ենք դեմոկրատիկ ձևով, այս հիստերիկին այդտեղից հեռացնելու համար ամեն ինչ պետք է արվի, որպեսզի դա լինի։ Եվ այդ մասսային, որը որ այս մինչև հիմա Նիկոլ գոռացողները, երբ որ հաղթենք մենք, դրանց պետք է ուղարկել վերապատրաստման ճամբարներ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի, որպեսզի նրանք հասկանան, որ իրենք անգամ եթե թուրքեր են, նրանք բնակվում են Հայաստանի Հանրապետությանը եւ սովերեն տարածքում եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի իրենց առաջին, ուրեմն իրենց համար առաջինը, ոչ թե Թուրքիան։ Եթե ուզում են Թուրքիայում, թող գնան Թուրքիայում ապրեն, շատ մոտ է Թուրքիան։ Ուրեմն ժողովուրդ, խնդրում եմ ճիշտ հասկանանք, Հայաստանը կանգնած է կործանման առաջ, կործանման, թե միգրացիայի միջոցով, դա առաջինն է, որ օգտագործում են միգրացիան, շուտով այդտեղ շատ վատ է լինելու, այսինքն 2 միլիոն ուրիշ մարդ կապրի, 1 միլիոն հայ, երկրորդը Նիկոլը գալիս է, այս անգամ հենց ընտրվեց, մի անգամից փոխում է ամեն ինչը, եւ Հայաստանը վերևից կիսելով բաժանելու է ինքը, թողի մի փոքրիկ տարածք, որն էլ հետո կօգտագործվի որպես միջանց կորիդոր եւ պրախադնոյ դվոր Ռուսաստանի դեմ նամանավանդ, որպեսզի Ռուսաստան մտցնենք թմրանյութեր եւ ամեն տեսակի կեղտ Ռուսաստանի ժողովրդին քանդելու համար, ռուս ժողովրդին քանդելու, որտեղ դա թմրամիջոցը իրանք ամեն կերպ պահում են, որ շատ քիչ մտնի երկիր, բայց երբ որ Հայաստանը արդեն ընկնի սրանց ձեռքը, չէ, այլ ռուս չլինի Հայաստանում, ռուս սահման նայող, ռուս չլինի, շատ ավելի հեշտությամբ ամեն ինչ ներմուծվելու ուրեմն Ռուսաստան։ Հերն անիծելու են թե Հայաստանի, թե հայերի, եւ թե փորձելու են անել դա ռուսներին։ Հայաստանը դառնալու է կռվախնձորը երրորդ համաշխարհային պատերազմի եւ այս աննորմալը եւ այս հիստերիկ հիվանդը դա իրոք անում է։ Դուք կարող է շատ հնարավոր է որ կապիտուլացվեք եւ Ադրբեջանը չհարձակվի ձեր վրա, բայց եթե այս աննորմալը մնաց այդտեղ, դուք դառնալու եք համաշխարհային պատերազմի զոհը, որտեղ Ռուսաստանը հասկանում է ինչա կատարվում։ Ռուսաստանը ուզում է Ուկրաինայի պատերազմը հենց հիմա ոնց ամեն գնով ավարտի, որպեսզի Հայաստանի ընտրությունների ժամանակ իր ամբողջ ուրեմն կոնցենտրացիան լինի Հայաստանի վրա, որտեղ Հայաստանը այս պահին ավելի կարևոր է Ռուսաստանի համար, ինչքան է որ Պուտինը ասի ոչ, քան Ուկրաինան։ Ուկրաինայում էլի իրանք գիտեն ինչ եղավ, ինչ կարելի անել։ Հայաստանում դեռ չգիտեն եւ Հայաստանը իրոք կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի ուրեմն պատճառը եւ էպիկենտրոնը։ Դուք կարող Ադրբեջանից այ վախկոտներ Ադրբեջանի պատերազմից շրջանցեք, որպես քանի որ Ադրբեջանը կդառնա ձեր տերտիրականը Նիկոլի ընտրվելուց հետո, եւ դուք լրիվ թուրքի թաշկինակ եք դառնալու, բայց համաշխարհային պատերազմի
առաջի ապտակը դուք եք ուտելու։ Լավ մտածեք ինչ եք անում։ Ձեր մեջի թուրքերին էլ ինչքան կարող եք, ուրեմն սսկացրեք դրանց։ Շնորհակալություն դիտման համար։